հետևից ենք, դրանք են հաստատ։ Հանգստացի կալուն կար, հազարատ ավտո է գալի գնել։ Հենա, տեսար, սովորական հաճախորդ էր, հանգստացի։ Ալո։ Խնդրում եմ, որ Արնոն չհասկանա, ես եմ զանգել։ Արնոն դրսում հարագասա ինչ է եղել։ Եվան զանգեց ուրիշ համարով գնում եմ մոտը։ Որտեղ ասա ես էլ եմ գալուս։ Լսեք հիմա կբացատրեմ։ Ասեց ինչ որ քաղաքից դուրս բենզալցակայանում է։ Ուրիշի համարով էր զանգում։ Ու ասեց, որ արյան մեջ կորած է։ Ոնց թե։ Ու դու ասում ես ես չգամ տեղն ասա։ Ինքը վնասված չի։ Այսինքն։ Ես մենակ հիմա հաստատ մի բան գիտեմ, որ մենակ պիտի գնամ։ Ու Արնոն չիմանա, թե չէ ամեն ինչ կփչացնի։ Գնամ Եվայի կողքը լինեմ, որ հանկարծ սխալ քայլեր չանի։ Արնոն չի գա, ես մենակ կգամ։ Հիմա Արնոն ձեր տնից դուրս չի գա, քանի Եվային չեն գտել։ Իսկ եթե դուք դուրս գաք, Արնոն կհասկանա, որ Եվային գտել ենք։ Հիմա ես մենակ Եվայի մասին եմ մտածում։ Ճիշտ ես ասում վրան։ Հենց որ ամեն ինչ իմանամ կզանգեմ։ Առանց իմ միջամտության կատարվում է այն ինչը ես էի ուզում։ Իսկ ես վազում եմ Արնոյի քրոջը փրկելու։ Ես հիմա կարայի ոչ մի բան չանեի։ Ձեռքերս չկեղտոտեի։ Եվային ման չգայի ու չգնայի օգնելու։ Ինքը իրան հաստատ մի վնաս կտար։ Բայց չեմ անում։ Որոշել էի, որ ոչ մի բան հաշվի չառնեի ու ոչ մի բանի առաջ չկանգնեի, չստացվեց։ Ալո։ Արփիս։ Պապ, Ոնց ես։ պապ ջան, Ներված ես։ կարոտել եմ։ Մենակ դա է պատճառը։ Հա, մենակ է դա։ Ձայնը թենց լսեցի, հասկացա ոնց եմ կարոտել։ Ոնց ես։ Լավ եմ, պապ։ Դու էլ որ գաս աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեմ։ Ճիշտ ես ասում։ Հա, պապ, ճիշտ եմ ասում։ Դու ոնց ես։ Լավ ես քեզ կում։ Ես լավ եմ, շատ լավ եմ։ Հիմա հաստատ լավ եմ։ Համավության վիրահատում են, ուզում էի զանգել քեզ ասել, որ լավ եմ։ Պապ, ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Արփի ջան, ես էլ եմ վստահ։ Շատ վստահ եմ, որովհետև քեզ հետ եմ խոսում։ Դու քեզ լավ նայի, լավ։ Հա, պապ, խոստանում եմ։ Հա, Արնոյին կբարևես։ Հենց հիմա կբարևեմ։ Լավ ես, չէ՞։ Հա, պապ։ Հա, լավ եմ։ Արփի, դու գիտես ինչի եմ հարցնում։ Հա, պապ, գիտեմ։ Լավ։ Հավատում եմ քեզ։ Հետո կխոսենք, հա։ Վիրահատությունից հետո։ Երջանիկ եմ, պապ։ Ամեն ինչ շատ լավ է։ Ուրախ եմ։ Ոնց ես Արամ ջան։ Լավ եմ։
Եկա տեսնեմ ոնց ես, ինչ ես անում։ Լավ եմ, բավ ջան, գնա հանգիստ քնի։ Արման մեր խոսակցությունը լսել է Արամ։ Լավ կլինի, որ վաղը հետը այդ թեմայով խոսես։ Ակ խոսում անպայման։ Նորա ձեր հարաբերությունները կարգավորվի։ Նա այդ չփչանա տղես։ Բավ ես թույլ չեմ տա, որ իմ աղբերը տնտանքի պատճառով նեղվի։ Կամ իմ ու իր հարաբերությունները տուժեն։ Ես այդ քեզ խոսք եմ տալիս։ Լավ։ Հեսա կգա։ Ճիշտ է սենց է, Ֆերոջ ջան, ճիշտ է սենց մերսի շատ։ Ու ես մասին ոչ ոք չի նայում։ Բաժան։ Հիմա ասա ինչ է։ Ինչ ես արել։ Ես չի ուզում վռամ, մարդ սպանել, ինձ մեքենայից դուրս անեցի, ուզում են շորերս, ջղեի։ Հանգստացի։ Տուն չտանես, խնդրում եմ, ինքնասպանքնում եմ, եթե տուն տանես, Պապա դվատ է։ խնդրում եմ, տուն չտանես, խնդրում եմ։ Սպասես է։ Ասա վրան։ Էվան մարդ է սպանել։ Կարողա չի էլ սպանել։ Իրան թվում է, որ սպանել է։ Էվային բեր տուն։ Երկու հոգի են եղել։ Մեկին սպանել է, մեկին ինձ թվում է ճանաչել է։ Ու կարող է հենց հիմա գան Էվայի հետևից։ Բա ինչ անենք։ Ես հիմա Էվային միտեղ կտանեմ, թող Արունը վրից մաքրի ու հետո հասկանանք իրականում ինչ է եղել։ Այդտեղ են մեռել, չի մեռել։ Գալիս են իր հետևից չեն գալիս։ Նոր տուն կվերեմ։ Ճիշտ ես վրան։ Դու ճիշտ ես, ինչ ասում ես, ճիշտ ես ասում։ Ես հիմա ի վիճակի չեմ մտածելու, ուղեղս չի աշխատում։ Դե ուրեմն ես որոշ ժամանակով վերախոսս անջատում եմ։ Չեմ ուզում, որ Արնոն զանգի։ Հիմա Արնոյին հաստատ չեմ կարա բացատրեմ, որը ոնց է եղել։ Բայց դու ինձ կզանգես վրան։ Անպայման։
Ու ինչ էիր պայմանավորում Վռամի հետ։ Քուրդ վռամի մոտ է։ Ինչ է նշանակում այդ։ Առնու ինչ-որ բան ա եղել։ Տեղն ասամ։ Չէ, որովհետև չգիտեմ ուրեն։ Ես տեղն եմ ուզում իմանամ։ Ասեցի չգիտեմ։ Վռամը քրոջդ մոտ կմնա այնքան ժամանակ, մինչև հասկանանք ինչ ա եղել։ Ու ինչ ա եղել։ Քուրդ ոնց որ մարդ սպան է։ Ուրեմն Վռամը ավելի վստահելի է ու հարազատ, քան ես։ Չէ։ Ուղղակի Վռամը ավելի սթափ է։ Ձեր հավաքած համարն այս պահին անհասան։ Անջատել է իմ մարը։ Ես եմ ասել, որ անջատի։ Ինքը այնքան կմնա Եվայի մոտ մինչև հասկանանք ինչ ա եղել ու իմանանք ինչ պիտի անենք։ Առնո հասկացի։ Ես ինքս չեմ ուզում, որ դու խառնվես այս գործերին։ Կարող ես լավ կոտեմ։ Ես տես բան չասեցի։ Ես իմ ասելիքը ասեցի։ Դե որ ես ձեզ պետք չեմ, ու ես տանը ավելորդ եմ։ Ավելի լավ է ես գնամ։ Ամեն չեմ խանգարի ձեր գործերին։ Մի գնա։ Հեսա կգամ։ Ես էլ գամ։ Ուր գաս Եվա։ Մտնում եմ դեղ առնեմ քո համար։ Շուտ կգաս, խնդրում եմ։ Հա, սպասի։ Այդ ինձ էր կարոտել սերս, որ լացում էր։ Չէ, ինչ չէիր կարոտել։ Իսկ եթե ինչ չէիր կարոտել, բա ում էիր հիշել։ Ոչ ոքի Արմա։ Բա ինչ ես լացում։ Հա? Ինչ ես լացում։ Չեմ ուզում այդ թեմայով խոսել։ Ուզում եմ գնամ քնեմ։ Ես էլ եմ ուզում։ Գնանք միասին քնենք սերս։ Քո ամուսնյակին վերջ չասեցիր։ Մեր հիշել որ լացում էր։ Ոչ ոքի։ Պապան էր զանգել։ Առավոտը վիրահատում են։ Այդքան բան։ Լավ կլինի։ Հաստատ պապաց շուտով կառողջանա ու կվերադառնա։ Իսկ հիմա ճիշտ ես ասում ուշ է։ Կարելի է գնալ քնել։ Արի։ Արի սերս։ Գնա լվացվի, ես անունը մաքրի ուրից հետ քեզ կարգի բեր։ Չգնաս։ Չէ։ Չեմ գնա։ Չես գնա, չէ։ Չէ, գնա։ Հետո դուրս կգաս ես
Տեղերը ներարկում կանեմ կհանգստացնում։ Ուտի։ Հանգստացի կնի։ Խնդրում եմ, չգնաս։ Արմո ես խի քնած չես։ Հունուս չի տանում։ Ոնց ես։ Լավ։ Արմո այսօր նենց բան իմացա, որ Ես դրա մասին չեմ ուզում խոսեմ արում։ ես էլ չեմ ուզում, բայց ուզում եմ մի բան ասեմ ու փակենք այս թեման։ Արփի մասին, հա։ Չէ, քո մասին։ Այստեղ հարցը մենակ դու ես ու ուրիշ ոչ մեկ։ Արմը ոչ մի արփի ու ոչ մի արփի ընտանիք չի կարող նենց անի, որ ես մոռանամ քո արածը ու այն ինչ որ իրանք են արել։ Ես կջնջեմ ամեն ինչ ու բոլորին։ Այդ հաստատ։ Իսկ հիմա գնա հանգիստ քնի։ Բարի գիշեր։ Զզվում եմ։ Ամեն անգամ, որ կպնում ես ինձ, ուզում եմ մեռնել։ Արի նստի։ Որքե։ Չես գնա, չէ։ Չէ։ Բարի լույս։ Բարի լույս։ Գնում ես։ Հա, հանդիպում ունեմ։ Արամ։ Ասա տենեմ ինչ է եղել։ Կներես, հա։ Ես քո հանդեպ անարդար եմ եղել։ Էլ կյանքում այդ խոսքը չասես։ Արմո մեր մեջ պետք է մի արտահայտություն լինի, այդ շնորհակալությունն է։ Ու այն էլ ես քեզ պետք է ասեմ, միշտ։
Ալո, ասարփի։ Սոֆ Էվան չգտնվեց։ Չէ, ճիշտն ասած չգիտեմ որտեղից ճշտեմ։ Չեմ հասկանում ինչա կատարվում։ Ես էլ չգիտեմ ումից ճշտեմ, բայց արդեն սկսում եմ անհանգստանալ։ Արփի զանգի Առնոյին։ Լավ, Սոֆ։ Խնդրում եմ, անպայման ինձ ասա էլի, որ մի բան իմանաս, անհանգիստ եմ ահավոր։ Հա, կասեմ։ Մտես խոսում։ Ինչի վախեցար։ Ինձ թվաց արդեն գնացել ես։ Սոֆիի հետ էի խոսում։ Ուզում եմ Եվայի մասին մի բան իմանալ։ Իսկ Եվայի մասին ինչի ինձանից չես հարցնում։ Որովհետև գիտեմ, որ հարցս քեզ դուր չի գա։ Երբանից ես սկսեմ մտածել ինչն ես դուր գալիս, ինչու չէ։ Ինչի ես զանգած համարները ջնջում։ Ում ես զանգում, որ հետո ջնջում ես համարները։ Ոչ ոքի Առնո։ Բայց չէ, հեռախոսից այդ համարներ ջնջած։ Ինչ եղավ։ Չէ, սենց մի րոպե։ Ինչ եղավ։ Վրամ։ Գնում ես։ Ես դրսում կսպասեմ, իջի, միասին գնանք, պապատ համել սպասում։ Գիտես խես դու հիմա գնում, որովհետև քո համար մենակ աշխատանքն է կարևոր, ոչ թե ես։ Երբ որ ես քո հետ եմ վրամ, մենակ մեր մասին եմ մտածում, իսկ դու հիմա մենակ աշխատանքի մասին ես մտածում։ Վրամ, ես քեզ սիրում եմ։ Վրամ, ես քեզ սիրում եմ, որովհետև սիրում եմ։ Ես հենց նոր ուզում էի քեզ տրվել, Վրամ, ես քեզ սիրում եմ։ Դու չես կարա հիմա գնաս, խնդրում եմ։ Ես քեզ Ես էլ քեզ էի սպասում։ Դե գնացինք։ Հա, մի րոպե նստի բան եմ ասում։ Ասա տենամ ինչ է եղել։ Չեմ ուզում նենց լինի, որ առաջի գործը պրավալ եմ տալի, բայց Դա ուրեմն լսի ինչ եմ ասում։ Սրանից հետո դու ինձ ասում ես այն ինչ մտածում ես։ Ես քո տնօրենը չեմ։ Մարամ մտածում եմ, եթե դու գնալու ես Առնոյի մոտ կարող է պետք չի, որ ես էլ գամ։ Պարզա։
Գիտեմ ինչ ես ասելու ես, որ իմ արածը պրոֆեսիոնալ բան չի, բայց Դավ, ես այս ամեն ինչը շատ լավ հասկանում եմ։ Ու ասեմ ավելին, ես իմ մաշկի վրա զգացել եմ։ Բայց նորից եմ կրկնում, Առնոյի կռիվը իմ հետ է։ Դավ, մենք գնում ենք, որովհետև պետք է։ Որովհետև չեմ ուզում, որ առաջին իսկ գործից հիասթափվես։ Ու մի բան հաշվի առ, այս գործի տերը մենք ենք, իրանք չեն։ լավ, ոնց ասես։ Ինչ լավ է, որ չես գնացել։ Ես գիտեի, որ կգաս, ուր էլ լինեմ կգաս։ Միլաց։ Սիրում եմ քեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համեցեք, նստեք, ինչ կցանկանաք, թեյ, սուրճ։ Չէ, շնորհակալություն։ Մենք հանդիպում ունենք։ Հա, տեղյակ եմ։ Ուղղակի պարոն Անանյանը դեռ չի եկել։ Հավանաբար խնդիրներ կան։ Նա կարևոր հանդիպումներից չի ուշանում։ Հուսով եմ շատ չի ուշանա։ Ես էլ եմ այդպես կարծում։ Ամեն դեպքում եկեք գնանք ներս։ Գուցե խմել որևէ բան բերեմ։ Չէ։ Արի տուն չգնանք։ Ես առաջին քայլն արդեն արել եմ, տնից գնացել եմ։ Արի հենց հիմա այստեղից փախնենք վրան։ Ուր։ Ուր ասես։ Ուր ուզես։ Ինչի չես խոսում։ Ամեն անգամ փախնում ես այս խոսակցությունից։ Արի հիմա տուն գնանք, որովհետև սպասում են։ Չես լսում։ Ես տուն չեմ ուզում գնամ։ Վրամ ես հոգնել եմ։ Արի փախնենք։ Արի էլ հետ չգնանք։ Եվա, սուս։ Դու ոչ մի բան չգիտես։ Ասակ իմանամ։ Հետո կխոսանք։ Հիմա դրա ժամանակը չի։ Ինչի չես ասում ճիշտ է։ Ինչի չես ասում, որ չես կարողանում մոռանալ այդ աղջկան։ Այսինքն։ Ես գիտեմ, որ դու ուրիշ աղջկա ես սիրել։ Բայց ինքը հիմա էլ չկա։ Ես քեզ մոտ նկար եմ տեսել։ Ու որ դու գերեզմաններ ես գնում։ Իմ կյանքում էլ է նման բան եղել։ Ես էլ եմ ուրիշին սիրել, բայց ինքը էլ չկա վրան։ Հիմա մենակ դու ես։ Ու ես քեզանից բացի ոչ մեկի չեմ պատկերացնում իմ կողքին։ Դու իմ ամեն ինչն ես, իմ խաղաղությունը, իմ ապագան։ Քեզ ով է թողել։
Ինձ հետևես։ Ես Քեզ ով է թույլ տվել իմ իրերը փորփրես։ ես ուղղակի մի անգամ Չեմ հասկանում ինչ է կատարվում, ոչ Արմենն է պատասխանում, ոչ հայրը։ Կներեք, հասկանում եմ, որ երկար եք սպասում, բայց հիմա կգա։ Մենք արդեն 30 րոպե կլինի, որ սպասում ենք։ Հասկանում եմ, բայց վստահ եմ, որ ուշանալու համար լուրջ պատճառներ կան։ Չեմ վիճում։ Կարող է լուրջ պատճառ կա, բայց մենք ուրիշ գործեր ունենք։ Երևի գնանք։ Պարոն Անանյանն է, երևի արդեն հասել է։ Հիմա կգամ։ Ասա։ Դուք 11-ին պայմանավորվածություն ունեիք, ձեզ սպասում են։ Ով է եկել երեկվա տղեն։ Հա, բայց մենակ չի։ Վայ ինչ Արամն էլ է եկել։ Հա, ու արդեն 40 րոպե կլինի սպասում են։ Դե ուրեմն ասա թողելի սպասել, ես 20 րոպեից այդտեղ կլնեմ։ Ինձ թվում է չեն սպասի։ Աղջիկ ջան, ուրեմն հենց արա որ սպասեն։ Վրամ։ Ես Սուս։ Ոչ մի տար չլսեմ։ Պարոն Անանյանը խնդրեց, որ սպասեք։ Մենք արդեն շատ երկար սպասեցինք։ Ուղղակի պարոն Անանյանը խնդրեց, որ Չենք կարող։ Տեսար այդ տղուն Վրամ։ Հիվանդանոցում է։ Շատ անում կորցրել։ Ինգերը ուզեցել է ինքը փրկի, որ ոստիկաններն ու մեկ էլ շտաբօգնության աշխատողները չխառնվեն, հետո հասկացել է, որ չի կարում զանգել է շտաբօգնություն։ Կապրի։ Հա, բայց վիճակը ծանր է։ Ինչ գործ ունեիր դրանց հետ։ Դու հասկանում ես ինչ ես արել։ Վրամ, դրանց բերանները փակի։ Ես էլ եվայի հեռախոսն եմ։ Նույնիսկ ես առանց աղմունքի։ Մենակ ես էր ինձ պակս։ Լավ։ Կռիվ է իրանում հետս։ Ասում է իր աղբորը շատ է պաշտպանում։ Ամեն ինչ անում եմ աղբորդ համար, երբ որ պատմությունների մեջ անգնում, երբ որ մարդ է սպանում։ Հիմա ինչ ես առաջարկում, ոչ մի բան չանեմ, չօգնեմ։ Հա։ Դու ես անում ես, որովհետև այդ քո անունն է, պապա։
Ես ինչ։ Ես քեզ համար մեկ եմ։ Եթե վրամը չլներ դու։ Եթե վռամը չլիներ, ես ինքնասպան կլինեի։ Վաղուց։ Ես քեզ մոտ նկար եմ տեսել։ Ու որ դու գերեզմաններ ես գնում։ Քեզ ով է թողել ինձ հետևես։ Ես Քեզ ով է թույլ տվել իմ իրերը փորփրես։ ես ուղղակի մի անգամ Ոնց է կարծել, ոնց չեմ նկատել։ Ալո։ Մամ, ո՞նց անցավ իրադարձությունը։ Լավ, Ափիջան։ Լավ անցավ, շատ լավ անցավ։ 2 ժամից բարատ կտեղափոխեն։ Մամ, խնդրում եմ կզանգես, որ հետը խոսեմ, լավ։ Հա, բա ոնց, անպայման։ Ինձ որ լավ լինի ես հետ կգամ։ Դու լավ ես։ Լավ եմ։ Տանն ես, Արնոյի հետ ես։ Արնոն գործի է գնացել, ես տանում եմ։ Արփի, դու Արնոն Մամ, խնդրում եմ, ինձ նենց հարցեր մի տու, որոնց պատասխանը դու ինձնից լավ գիտես։ լավ։ Հենց արթնանա ես կզանգեմ։ Իմ ինտուիցիան ինձ երբեք չի խաբել։ Ես քեզ հիմա հեռախոսահամար կուղարկեմ։ Ու դու ինձ կասես այդ հեռախոսահամարի վերջամսվա բոլոր զանգերը։